Տեսանյութերի այս շարքը ներկայացնում է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր և դրանց կիրառմամբ լաբորատոր աշխատանքներ թվային գիրագիտություն և համակարգչային գիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից։ Աշխատանքն իրականացվել է Համաշխարհային բանկի կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի պատվերով, զանգահրատարակչության և Բարսարդ ընկերության հետ համագործակցությամբ։ Ողջույն, այսօր մենք կսովորենք չափել մարդու արյան զարկերակային ճնշումը և որոշել անոթազարկը։ Կուսումնասիրենք մարդու անոթազարկի հաճախության և արյան ճնշման փոփոխությունները ֆիզիկական բեռնվածության փոփոխության պայմաններում։ Արյան ճնշումը այն ուժն է, որով արյունը ճնշում է անոթների պատերին սրտի կծկումների արդյունքում։ Արյան ճնշումը չափվում է երկու հիմնական ցուցանիշներով։ Սիստոլիկ ճնշում սրտամկանի կծկված վիճակն է։ Դիաստոլիկ ճնշում սրտամկանի հանգստի վիճակն է։ Սիստոլիկ ճնշումը առավելագույն ճնշումն է սրտի մեկ զարկի ժամանակ, երբ սիրտը կծկվում է և արյունը մղվում զարկերակների մեջ։ Դիաստոլիկ ճնշումը սրտի հանգստի պահին զարկերակներում պահպանվող նվազագույն ճնշումն է։ Անոթազարկը անոթների պատերի պարբերական տատանումներն են, որոնք առաջանում են արյան ճնշման փոփոխությունների հետևանքով, սրտի կծկումների ռիթմին համապատասխան։ Անոթազարկը համապատասխանում է սրտի յուրաքանչյուր կծկմանը, ուստի անոթազարկով կարող ենք որոշել սրտի կծկումների հաճախությունը և անոթների վիճակը։ Լաբորատոր աշխատանքն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ են վարկենաչափ, ճնշաչափ, ստետոսկոպ, երկկողմանի լսափող, ցատկելու պարան, աղյուսակ, թուղթ և մատիտ։ Ստետոսկոպով աշխատելիս բարձր ձայներ չարձակել կամ հարվածել անոթներին դրվող հատվածին, քանի որ ձայնային տատանումները ուժգնորեն կհասնեն լսողական ապարատին և գուցե վնասեն թմբկաթաղանթը։ Հետազոտվողին խնդրում ենք հանգիստ նստել աթոռին, հենվելով հենակին։ Հետազոտվողի թևը անշարժ հենում ենք սեղանին, ձեռքի ափը դեպի վեր։ Կապում ենք ճնշաչափի մանժետը ձախ բացկին այնպես, որ նրա ստորին եզրը լինի արմնկափոսի վրա։ Մանժետի և թևի միջև թողնում ենք 1 մատի հաստությամբ տարածություն։ Տեղադրում ենք ստետոսկոպի լայն ու կլոր գլխիկը արմնակափոսի միջնագծում, մանժետի ստորին հատվածի տակ։ Համոզվում ենք, որ ստետոսկոպը դուրս չի սահում մանժետի տակից։ Վերցնում ենք ճնշաչափի ռետինե տանձիկը և պտտելով փակում նրա վրայի պտուտակը, կանխելով օդի ելքը մանժետից։ Տանձիկը պարբերաբար սեղմում ենք, ինչի արդյունքում մանժետը լցվում է օդով։ Օդ ենք ներմուծում մանժետի մեջ, հետևելով, որ թվացուցակի սլաքը հասնի մինչև 160 մմ սնդիկի սյուն։ Ստետոսկոպի միջոցով համոզվում ենք, որ զարկեր չեն լսվում։ Այնուհետև տանձիկի վրայի պտուտակը դանդաղ և զգուշորեն թուլացնելով, սկսում ենք օդը դուրս թողնել մանժետից։ Հետևում ենք թվացույցի սլաքի հետընթացին և գրանցում ենք այն ցուցանիշը, որ պահից որ սկսում ենք հնչյուններ լսել։ Գրանցում ենք այդ թիվը որպես սիստոլային ճնշման արժեք։ Շարունակում ենք հետևել թվացույցի վրա ճնշման անկմանը, մինչև լսվող հնչյունների ավարտը։ Գրանցում ենք թվացույցի արժեքը, որին հասնելուն պես դադարել են հնչյունները։ Դա դիաստոլային ճնշումն է։ Արձակում և հանում ենք ճնշաչափի մանժետը թևից։ Շոշափում ենք անոթազարկը ճաճանչային զարկերակի վրա, նախաբազկի և դաստակի սահմանում։ Օգտագործում ենք վարկենաչափը, հաշվելու զարկերի քանակը 30 վայրկյանի ընթացքում։ Հաշվում ենք 1 րոպեում անոթազարկի հաճախությունը, ստացված թիվը բազմապատկելով 2-ով և արդյունքը գրանցում աղյուսակում։
Խնդրում ենք հետազոտվողին 3 րոպե ցատկապարանով ցատկել։ Դրանից անմիջապես հետո կրկին չափում ենք հետազոտվողի անոթազարկը և արյան ճնշումը և արդյունքները գրանցում աղյուսակում։ 10 րոպե հանգստից հետո նորից ենք չափում հետազոտվողի անոթազարկը և արյան ճնշումը և արդյունքները գրանցում աղյուսակում։ Խնդրում ենք հետազոտվողին կքանստել 3 րոպե շարունակ։ Որից անմիջապես հետո չափում ենք անոթազարկը և արյան ճնշումը։ Հինգ րոպե հանգստից հետո նորից չափում ենք հետազոտվողի անոթազարկը և արյան ճնշումը։ Այժմ, երբ արդեն չափումներն ավարտել ենք և չափման տվյալները գրանցել ենք աղյուսակում, կարգի բերենք սեղանը, սարքավորումները տեղավորենք համապատասխան պատյաններում և անցնենք աղյուսակային տվյալների վերլուծմանը։ Չափումների միջոցով մենք պարզեցինք, որ մեր հետազոտվողի արյան ճնշումը հանգիստ վիճակում համապատասխանաբար հավասար են։ Արյան սիստոլային ճնշումը 120 մմ սնդիկի սյուն է։ Արյան դիաստոլային ճնշումը 80 մմ սնդիկի սյուն է։ Անոթազարկը 72։ Աղյուսակից երևում է, որ ցատկելուց հետո արյան ճնշման և անոթազարկերի թիվը ավելի բարձր է, քան կքանստումից հետո։ Իսկ ահա աղյուսակի վերջին տողի տվյալները ցույց են տալիս, որ արյան ճնշման և անոթազարկի փոփոխված արժեքները կքանիստից հետո և ցատկումից հետո վերականգնվում են տարբեր ժամանակահատվածներում։ Գործնական ճանապարհով մենք համոզվեցինք, որ ֆիզիկական ակտիվությունը բարձրացնում է արյան ճնշումը և անոթազարկի քանակը։ Նույն ժամանակի ընթացքում ցատկելն ու կքանստելը արյան ճնշման և անոթազարկի վրա ունենում են տարբեր ազդեցություններ։ Ավելի բարձր արդյունքներ գրանցվում է ցատկելու ժամանակ։ Միաժամանակ համոզվեցինք նաև, որ տարբեր ֆիզիկական վարժություններից հետո արյան ճնշման և անոթազարկի փոփոխված արժեքները վերականգնվում են տարբեր արագությամբ։ Մեր օրինակում ավելի արագ վերականգնվեցին կքանստումից հետո։ Շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։